Հրավիրում եմ կարող եք նստել Աստծո ներկայության մեջ, կարող եք շրջվել եւ կողքինիդ ասել այսօր քո օրն է։ Շնորհակալություն փառաբանության խմբին։ Կա մարդ, ում որ չասեցին, որ այսօր իր օրն է։ Կա այդպիսի մարդ։ Այո, այսօր քո օրն է։ Կարող ես պատկերացնել այսօր Տերը հնարավորություն ունի քո կյանքի մեջ խոսելու։ Այսօր Տերը հնարավորություն ունի քեզ օգնելու։ Ուղղակի բաց արա քո միտքը, սիրտը, թող որ ամեն բան, ինչ որ կարող է խանգարի, ուղղակի մի կողմ դիր։ Ուղղակի ասա Տեր, եկել եմ, Հայր, եկել եմ, որ խոսես հետս։ Ոչ թե հերթական հավաքույթ է, որ ես եկել եմ, ոչ թե կիրակի է դրա համար եկել եմ, չէ, Տեր եկել եմ, որ դու ինձ հետ խոսես, խոսք տուր ինձ, խոսք փոխանցի իմ կյանքի մեջ, որովհետև մեր Աստված կենդանի Աստված է, ամեն, Հիսուսը հարություն առավ և գիտես հետո ինչ ասեց, մինչև աշխարհի վերջ, ես ձեզ հետ կլինեմ, մինչև աշխարհի վերջ, նա մեզ հետ է, ամեն, փառք Աստծուն, սիրելիներս միջև ծառայության անցնելը, խոսքին անցնելը, ուզում եմ կրկին անգամ խորին շնորհակալություն հայտնել, Հովիվ Էմիլ ջան, Նունե Քուր ջան, Աստված շատ օրհնի ձեզ, իրականում կարող եմ ասել, որ մենք ոչ մի բանի պակասություն չենք ունենում, չենք զգում, այնքան սենց ամեն բան կարծես ոնց որ սենց հոգ տարած լինեք, ամեն բանի համար մտածած լինեք, դրա համար շատ շնորհակալություն, մեզ համար այնքան հեշտ է ծառայել, որովհետև գիտես ոնց որ իրականում ամեն բանի համար հոգ եք տալել, դրա համար խորին շնորհակալություն ձեզ, Աստված շատ օրհնի ձեզ, փառք Աստծուն եւ նույնպես շնորհակալություն այն վստահության համար, որ ունենք ձեր նկատմամբ, հա, որ դուք մեզ եք վստահում, որ կարող ենք այն գործը անել իրար հետ միասին, որովհետև այո, Աստծո տան մեջ կան տարբեր պարգևներ եւ պարգևները երբ որ ծառայում են, պարգևները երբ որ դրսևորվում են Քրիստոսի մարմնի շինության համար, եկեղեցու շինության համար ու սուրբերի կատարելության համար, ամեն, ամեն Աստված շատ օրհնի ձեզ։ Ասեմ, որ դուք հրաշալի եկեղեցի ունեք, եկեղեցիներ ունեք եւ գիտես մենք մինչև խոսքին անցնելը, եթե թույլ կտաք մի քիչ կխոսեմ, մենք արդեն հասցրել ենք ծառայություն ունենալ Գերմանիայում, երկու եկեղեցում, Բելգիայի եկեղեցիներում ենք ծառայել, հիմա այստեղ ենք, հետո նորից գնալու ենք Գերմանիայում ենք ծառայել, ու սենց շրջագայում ենք, ծառայում ենք եկեղեցիներում, ու սենց նայում եմ մարդկանց, ընդեղ էլ, որ ծառայությանը կանգնած խոսում էի, նայում էի մարդկանց ու ասում էի, Տեր ջան, այս լավ մարդկանց ոնց ես իրար հետ հավաքել, այսքան լավ մարդիկ, որ սենց, գիտես, մարդիկ, ովքեր փափագում են Աստծուն, մարդիկ, ովքեր ում սիրտը նվիրված Աստծուն, ուզում են Աստծուն ճանաչեն, ուզում են Աստծուց խոսք առնեն, լսեն, փառք Աստծուն ձեր եկեղեցու համար, որովհետև իրականում կարող եմ ասել, սիրելիս, միգուցե դուք չեք տեսնում ինչ մեծ գործ եք անում Եվրոպայում, բայց կարող եմ ասել, իրականում Եվրոպայում դուք ազդեցություն եք թողում, ձեր եկեղեցին մեծ գործ անում, կարծես Փարոս խավար տեղերում, ու գիտես այդ նայում ենք, գնում ենք քաղաքներ, սենց գնում ենք հեռու քաղաքներ, մոտի քաղաքներ, խուլ քաղաքներ, գյուղեր ենք գնում, ու գիտես ու տեսնում եմ Աստծո լույսը բոլոր տեղերը վառվում է, ու գիտես նայում ու ասում Տեր իմ Աստված, ինչքան լավ է որ մարդիկ չեն տրտնջում, երկար ճանապարհ են անցնում, ուղղակի մեքենաներով ճանապարհ են անցնում, որ գան Աստծո խոսքը լսեն, գիտես Աստված հավատարիմ է, այն ինչ որ դու անում ես Տիրոջ համար, Տերը 100 պատիկ քեզ վարձահատույց է լինում, ամեն, ամեն, փառք Աստծուն, սիրելիներս ես ծառայությանը պետք է քարոզեի, Հովիվ ասեց, որ ծառայությանը պետք է խոսք խոսեմ և գիտես մի թեմայի մասին ասեց, որ կուզենամ հենց այդ թեման խոսած, այս թեման ես տարիներ առաջ էի խոսել մեր Հայաստանում Երևանի եկեղեցում էի ծառայել, խոսել այս թեման և գիտես այսօր դու հնարավորություն ունես ճիշտ ասած հայերեն չգիտեմ, ասեմ թարմացված, թե update եղած, սենց տեղայնացված խոսքը, որ այսօր այս խոսքը քեզ կվերաբերվի, ամեն,
խոսքը քեզ կվերաբերվի։ Եվ եթե քեզ համար դժվար չի, դու կարող ես ձեռքդ ուղղակի դնել քեզ վրա ու ասել, այսօրվա խոսքը ինձ է վերաբերվում։ Ամեն, ամեն, այսօրվա խոսքը մեզ է վերաբերվում։ Եվ գիտես թանկագինս, ես խոսելու եմ Հովհաննես 15-րդ գլխից։ Ես այս գլխի մեջ ենք լինելու, այս գլխից եմ խոսելու եւ մի պատմություն եմ պատմելու, կարդալու ենք մի պատմություն, որ Հիսուս Քրիստոսը համեմատություն է անում եւ խոսում է խոսքը եւ դրանով ինչ որ բան է փոխանցում ժողովրդին։ Եվ դրա համար շատ կարեւոր է, ինչի՞ եմ այսպես նախաբան անում, կարեւոր է որ դու քո սիրտը պատրաստես, որովհետեւ թույլ տաս որ Տեր այսօր քեզ հետ խոսի։ Ամեն։ Հովհաննես 15:1-ից Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակը։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ ել ավելի պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի։ Կացեք ինձանում եւ ես ձեզանում։ Ինչպես որ ճյուղ իր անձում կարող չէ պտուղ բերել, եթե որդում չմնա, այսպես էլ ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ես որդն եմ, դուք ճյուղերը, նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ կբերի, որովհետեւ առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Եթե մեկը ինձանում չի մնում, նա դուրս կգցվի ինչպես ճյուղը եւ կկորչի, կչորանա։ Եվ ժողովում են նրան եւ կրակի մեջ են գցում եւ այրվում է։ Եթե կենաք ինձանում եւ իմ խոսքը ձեզանում մնա, ինչ էլ որ կամենաք կխնդրեք եւ կլինի ձեզ։ Սրանով փառավորվեց իմ հայրը, որ շատ պտուղ բերեք եւ իմ աշակերտները լինեք։ Սիրելիներս, Հիսուսը խոսում աշակերտների հետ եւ ասում է 3 գործոն, 3 հոգի, որ ներգրաված են այս մեծ գործի մեջ, այս process-ի մեջ։ Ասում է, ես որդն եմ։ Իրեն համեմատում է որդի հետ։ Եվ ասում է, դուք ճյուղերն եք։ Եվ իմ հայրը մշակը։ Եվ մշակը մշակության մեջ աշխատանք է տանում։ Հողագործը կամ այգեպանը, երբ որ այգին մշակում է, խաղողի այգին մշակելու հետ կապված, գիտես, ակնկալիք ունի, որ ինչ-որ բան կստանա։ Եվ այստեղ Հիսուսը ասում է, ես որդն եմ։ Եվ դուք ճյուղերը, հայրս մշակը, ամեն ճյուղ, որ ինձանում է, եւ պտուղ է բերում, հայրս կմաքրի, որ ել ավելի պտղաբեր լինի։ Բայց նա, որ պտուղ չի բերում, նրան կկտրեն եւ կգցեն, որ այրվի։ Եվ այսօր ես քեզ խոսելու եմ մի այգու մասին, ես չգիտեմ ինչքանով ես դու քո կյանքում ներգրաված եղել որևիցե մի ծառի մշակման process-ում, այսօր եղբորս հետ էի խոսում, եղբայրներից, որ այստեղ ներկա է, եւ ասում էր, լսի, իմացավ ինչի մասին եմ խոսելու, ասես, լսի, ես օրեր առաջ այգիս էտում էի։ Եվ գիտես, այո, Աստված ուզում է մեզ հետ գործ ունենա։ Աստված ուզում է ակնկալում է այն այգին, որի մեջ որ ինքը աշխատում է, ուզում է որ բերք ստանա։ Չկա մի այգեպան, որ այգում աշխատի ու չուզենա իր բերքի պտուղից ճաշակի։ Եվ նույնպես Աստված, երբ որ մեզ կանչում է իր այգու մեջ աշխատելու, Աստված ուզում է այդ բերքից ճաշակի։ Որովհետև Աստված ակնկալիք ունի, ուզում է մեր այդ գործ ունենա, որ մեզանով պտուղ ստանա։ Որովհետև ճյուղը ունի մի նպատակ՝ պտուղ բերել, բայց պետք է process անցնի ճյուղը պտուղ բերելու համար։ Գիտես, ես կխնդրեմ առաջին նկարը ցույց տանք, գիտես, այստեղ պատկերված է մի պատկեր, որտեղ որ այգեպանը հողից հանում է խաղողի ճյուղերը։ Գիտես, Հայաստանի Հանրապետությունը հա մեզ մոտ այնպիսին է, որ գիտես շատ անգամ ցրտահարություններ է լինում եւ կարիք է լինում ճյուղերը հողի տակ պահել, որ ցուրտը չտանի։ Եվ այստեղ ես համեմատել եմ հետեւյալ խոսքերի հետ։ Ուզում եմ այդ խոսքերը կարդալ Եփեսացիս 2-րդ գլուխ։ Ուրեմն մենք ովքեր ենք այս պատմության մեջ, ճյուղերն ենք այս պատմության մեջ։ Եվ խնդրում եմ ուշադիր եղեք։ Եփեսացիս 2:1-ից Եվ դուք որ մեռած եք հանցանքներում եւ մեղքերում, որոնցում մի ժամանակ գնում եք այս աշխարհի սովորության պես,
Օդի իշխանության պես այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ, որոնց մեջ մենք ամենքս էլ մի ժամանակ ման էինք գալիս, մեր մարմնի ցանկությունը, մարմնի եւ մտքի կամքը կատարելով եւ բնության բարկության որդիներ էինք։ Բայց Աստված, որ ընտրեց մեզ, կանչեց մեզ եւ տեղափոխեց իր որդու զարմանահրաշ լույսի արքայության մեջ։ Ուրեմն սիրելիներս, մեր կյանքում կար ժամանակ, որ մենք մթության մեջ էինք, մենք խավարի մեջ էինք, խավարի որդիներ էինք, քայլում ենք խավարի մեջ եւ խոսքն ասում է, որ մենք մեր մտքի կամքն էինք կատարում եւ բնությամբ մեր բնությունը, ասում է, բնության բարկության զավակներ էինք։ Մենք ապրում ենք այնպես, ինչպես որ մենք ուզում էինք։ Մենք ապրում ենք այնպես, ինչպես որ շատ անգամ մենք համարում ենք, որ այդպես ապրելը շատ ճիշտ է։ Ամեն մեկս մեր շրջապատում ապրում ենք եւ խոսքն ասում է, որ այդքան էլ հաճելի չենք Տիրոջը, մահվան որդիներ ենք եւ կատարում ենք միգուցե սատանայի կամքը, բայց մեկ օր Աստված մեզ հանդիպեց եւ ասես, լսի, այս հողի տակի ճյուղը ինձ պետք է։ Այն, որ սատանայի կամքն է անում, այն, որ չար մտքեր ունի, այն, որ մտածում է ինչ որ մտածում է, այդպես ապրում է, ես ուզում եմ քեզ ընտրեմ։ Ու Աստված որոշեց մեկ օր այդ ճյուղի հետ գործ անել։ Դրա համար այդ Աստված այդ ճյուղը հողի տակից հանեց։ Հողի տակից հանեց, որովհետեւ ուզում էր այդ ճյուղի հետ աշխատել։ Գիտես, փոխաբերական իմաստով ասեմ, որ այսօր հողի տակ շատ ճյուղեր կան։ Այսօր միգուցե 7 միլիարդ ճյուղ կա հողի տակ։ Հա, մենք ասում ենք մարդկությունը այսօր երկրագնդի վրա 7 միլիարդից ավել է։ Եվ գիտես, հանկարծ Աստված մեկ օր որոշեց, որ քեզ ընտրում է ու ասեց, ես ուզում եմ, որ քեզ ընտրեմ։ Եվ եթե դու կմտածես, կասես, դե գիտես, պատահական է, որ ես այսօր այստեղ եմ։ Կամ դե ինձ համոզել են, դրա համար եմ այստեղ, կամ լավ ասեցի, հələ գնամ տեսնեմ այդ ինչ են խոսում, կամ ուղղակի դու եկել ես եկեղեցի ու դու մտածում ես, որ քո այցը պատահական է, բայց ես քեզ կասեմ, եթե դու այսօր այստեղ նստած ես, ուզում եմ քեզ խոսք փոխանցեմ, դու պատահական չէ, որ այսօր այստեղ ես։ Աստված է քեզ ընտրել, որովհետև Աստծո խոսքն ասում է, որ մենք այդքան իմաստուն չենք, որ Աստծուն ընտրենք։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի։ Մշակը որոշում է, որ ճյուղի հետ աշխատանք տանի։ Դուք ասես, բաբա, մի րոպե, բայց չէ որ երկրի վրա շատ ավելի գեղեցիկ մարդիկ կան, շատ ավելի կրթված, այո կան։ Ովքեր որ ավելի կրթված են, ավելի լավ կարող են խոսել, ովքեր որ ավելի գեղեցիկ են, միգուցե հայ իրենց կրթամակարդակը բարձր է, բայց ես չգիտեմ ինչի, օրերից մի օր Աստված ինձ ընտրեց։ Օրերից մի օր, որովհետև ես իմ ճանապարհով գնում էի, իմ աշխարհիկ ճանապարհով, ոնց որ տարիներ շարունակ մարդիկ գնացել են։ Ու գիտես լավը որն է, որ հետո ես հասկացա, որ այդ իմ գնացած ճանապարհը շատ վատ է, շատ սխալ է։ Խոսել եմ մեծահասակ մարդկանց հետ, շատ, ովքեր որ տարիք առել են, ու շատերին հարց եմ տվել։ Գիտես, ես գյուղեր շատ եմ սիրում այցելել, գյուղերում այդ պապիկ տատիկների հետ շփվել, ու գիտես, մի հատ պապիկի հարցնում եմ, ասում եմ, պապի ջան, մի հատ բան հարցնեմ։ Եթե քո հնարավորություն լիներ քո կյանքը հետ տայինք, դու նորից նույն ձև կապրեիր։ Տղա ջան, խո հիմար չեմ, իրա բառերն եմ ասում։ Խոսել եմ կրթված մարդու հետ Երևանում, Պաշտոնով, պապիկ, թոշակի անցած, բարձր, շատ բարձր պաշտոն էր զբաղացրել աշխատանքի ժամանակ, կոչումով գեներալ, բայց թոշակի անցած արդեն։ Իր հետ եմ խոսել, նույն հարցը իրեն եմ տվել, ասել եմ, լսի մի բան եմ ուզում հարցնեմ, սենց քեզ նայում եմ, շատերը կուզենային քո նման ճանապարհ անցած լինեին, հարգանք ունենային, հա, այդ համակարգում գեղեցիկ շքեղ տուն ուներ, նկարներով, ու նայում ես ու հասկանում ես, որ իր տուն ամեն եկողը չի կարող ուղղակի ինչ-որ բան բերել, հատուկ նվերներ պետք է բերեր,
Այդպես տունը լցված էր։ Իր հետ խոսում եմ, այդ հարց եմ տալ, նույն հարցը, ասեմ, լսի մի բան հարցնեմ։ Մենք խոսում ենք, ինձ ասում է, խնդրում եմ, ինձ կարաս հայրմերի շիֆրովկեն մի հատ բացես։ Ես իրան ավետարան էի քարոզում, խոսում էի Աստծո խոսքը, ու գիտես, ու իրան մի հարց տվեցի, ասեցի, լսի, որ քո կյանքը հետ տային, շատ չէ 20 տարի, դու նույն ձև կապրեիր։ Ասես նայեց ինձ, նայեց կնոջը, կինը սենց գլխով սենց արեց, կինը իրանից շուտ պատասխանեց, ասեց, չէ, հաստատ չէի ապրի։ Ու ես նայում եմ, մարդ ով որ գյուղում է ապրում, մարդ ով որ քաղաքում է ապրում, մարդիկ, ու ես շատ մեծահասակների հետ եմ խոսել, եթե հնարավորություն լիներ կյանքը հետ տալու, գիտես, այսօր երիտասարդն է նման բառ ասում, այսօր, գիտես, հասուն մարդն է նման կերպ վերաբերվում, ու ասում է, եթե իմ կյանքը հետ տային, ես նույն ձևի չէի ապրի, այս սխալները թույլ չէի տա։ Բայց երբ որ մարդը ապրում է Քրիստոսի մեջ, գիտես, ամեն մի օրվանից գոհությամբ, շնորհակալությամբ ու ասում ենք փառք Հիսուսին։ Գիտես, երկար ժամանակ Քրիստոսի մեջ եմ, ազնիվ եմ ասում Աստծո առաջ։ Եթե այդ ժամանակ իմ կյանքը հետ նայ նույն ձևի կապրեի, որտեղ այնքան շնորհակալ եմ Աստծուց իմ ապրած ճանապարհի համար։ Միայն Քրիստոսի մեջ մենք կարող ենք ճիշտ ապրել։ Գիտես, այսօր շատ հեռախոսներ կան, ու շատերս էլ չենք կարողանում իրան ամբողջովին օգտագործենք։ Համաձայն եք, միայն ով կարող է հեռախոսը ամբողջությամբ իր բոլոր ֆունկցիաները օգտագործի, նա ով որ ստեղծել այդ հեռախոսը։ Միայն Աստված կարա քեզ օգնի, որ դու քո կյանքը լիարժեք անցնես։ Որտև մարդու ստեղծողը կարա ճիշտ օգնի մարդուն, որ մարդ իր կյանքը ճիշտ անցնի։ Ամեն։ Եվ հիմա սիրելիներս, խոսքն ասում է, դուք որ մեռած եք մեղքերի մեջ, հանցանքների մեջ, աշխարհի մեջ թաթախված ենք, աշխարհի մեջ ու աշխարհիկ մտածելակերպ ունենք, այդ ժամանակ Հիսուսը մեզ ընտրեց եւ տեղափոխեց իր զարմանահրաշ որդու իշխանության արքայության մեջ։ Եվ ասում է, այլևս օտար ու պանդուխ չեք, այլ Քրիստոսի հետ երկնային քաղաքացիներ։ Այլևս մենք մեղքի ծառա չենք, այլ Աստծու ծառայող ենք, Աստծու ծառա ենք։ Ու ասում մի տեղ էլ ասում է, ես էլ ձեզ ծառա չեմ ասում, որովհետև ծառան չգիտի իր տիրոջ մտքերը, ծրագրերը, բայց ասում է դուք գիտեք։ Առաջի բանը, ինչ անում Այգեպանը։ Այգեպանը խաղողի որդը, ճյուղերը հողից հանում է, որ իրենց հետ աշխատի։ Լավ, համաձայն եմ։ Աստված մեզ հանեց աշխարից եւ բերեց իր որդու արքայության մեջ։ Հիմա մենք արդեն եկեղեցում ենք։ Հիմա խոսում եմ եկեղեցու, հիմա քո մասին եմ խոսում, միջև այդ քո մասին չէր։ Հիմա քո մասին եմ խոսում։ Բերեց եկեղեցի Աստված մեզ։ Հաջորդ գործողությունը գիտեք ինչ է անում։ Երբ որ Այգեպանը խաղողի ճյուղերը հանում է, կապում է լարերին։ Կապում է լարերին, գիտեք ինչի համար է կապում լարերին։ Որովհետև եթե ճյուղը հողի վրա լինի, հողի վրայով ով ասես ման է գալիս։ Ինչ միջատասես կա, ինչի է այսպիսի հայերեն դարձված կա, աղվեսի դունչը չհասավ խաղողին, ասեց խակա։ Ինչի, որովհետև խաղողը աղվեսի դունչից բարձր էր։ Որովհետև գիտես Աստված չի ուզում, որ մենք ոտնակոխ լինենք, Աստված չի ուզում, որ մենք տրորվենք, իսկ ինչ է նշանակում փոխաբերական իմաստով մեզ կապել։ Երբ որ նոր ապաշխարել էի, եկա եկեղեցի, աշխարհիկ տղա էի, եկա եկեղեցի, ինչպես բոլորը, գնացի առաջ, ապաշխարեցի, ապաշխարության աղոթք քարեցի, դարձա հավատացյալ, ասեցի վերջ հավատացյալ եմ, ասեցի հիմա ինչ պիտի անեմ, որտեվ հասկանում ես, դու որ գալիս ես ինչ որ բան պիտի անես, գիտեք ինչ եղավ, ինձ ասեցին պետք է այս ձեռդ կապենք, այս ձեռքս կապեցին,
Դուք ասես ոնց կապեցին։ Հետո ձերքս քիչ էր, այս մյուս ձերքս էլ կապեցին։ Ու տեսա թե ինձ ոնց են կապում։ Դուք ասես ինչին են կապում։ Ինձ կապեցին Աստվածաշնչին։ Ինձ կապեցին աղոթքին։ Ինձ կապեցին ամեն կիրակի եկեղեցի հաճախելուն։ Ու ես ասում եի, կլինի Աստվածաշունչ չկարդամ, ասում են, չէ, մի րոպե, դու թույլ ես տվել, որ քեզ կապենք։ Բայց գիտես, երբ որ այդ ճյուղը կապում են, այնպես չի, որ ճյուղը սենց ուրախ, ասում է, ինձ կապեք։ Ես ուզում եմ ինձ կապ, ոչ, որովհետև երբ որ ճյուղը ազատ է, ոնց ուզե աճել է։ Հիմա պետք է իրան կապեն ու այդ կապելու process-ը այնքան դժվար է, սենց գիտես, կարծես պետք է զոր ուժ գործադրես, որ կարողանաս կապես, ուղղություն տաս, այո, և գիտես ինձ սկսեցին կապել, հետո մի քիչ հետո ես հասկացա, որ ինձ կապեցին զոհաբերության հետ, հետո ինձ կապեցին տասանորդի հետ, ու ես տեսնում էի, թե ոնց են ինձ կապում, հետո երբ որ Աստվածաշունչը վերցրեցի, սկսեցի կարդալ, գիտես ամեն առավոտ ես ասում էի, քանի որ ես կապվել եմ, ես իրավունք չունեմ, ես մյուս ձեռքս քաշեմ պոկեմ, ես մյուս ձեռքս էլ արձակեմ։ Հա տեսել եք կապված մարդիկ, որ ասենց ուզում են գնան եկեղեցուց։ Կգանք, բայց այդքան չենք խորանա։ Կգանք, բայց ես ձեր նման չեմ։ Ես տես չեմ խորացե։ Գիտես, ես պետքա թույլ տամ, որ ինձ կապեն։ Իսկ հարց, արդյոք մեր մեջ կա մարդ, ով որ թույլ չի տվել, որ իրան կապեն։ Ու հետո գիտես ինչա լինում, երբ որ այդ միջատները, ես երեք մի հատ այնքան թանկ մարդու էի հանդիպե, շատ լավ մարդ է, շատ լավ, ես շատ խորը հարգանք ունեմ իրան նկատմամբ, բայց մարդ, ով որ թույլ չի տվել, որ իրան կապեն։ Ինքը եկել է եկեղեցի, ու գիտես, երբ որ ես իրան հարցրեցի, ինչքան ժամանակ է եկեղեցում ես, ասեց 7 տարեկանից Աստծուն ճանաչում եմ։ Ասում եմ, լսի, ես 7 տարեկան, եթե ես 7 տարեկանում Աստծուն ճանաչեի, ու գիտես, ու ես տեսնում եմ մարդ, ով որ թույլ չի տալի, որ իրան կապեն։ Գիտես, ես գիտեմ, իմ խոսքը այսօր ոչ միայն դու ես լսում, այլ բոլոր նրանք, ովքեր որ թույլ չեն տվել իրանց կապեն, որտեղ ես գիտեմ, հաստատ կլսեն։ Պետք է մենք թույլ տանք, որ մեզ կապեն։ Որովհետև եթե մեզ չեն կապում, նորից եմ ասում, մեկ եկը տեսնես մարդ, ով որ լավ մարդ է, բարի մարդ է, Աստծուն ընդունել, ասում է ապաշխարել եմ, Աստծուն ընդունել եմ, բա ինչի այս բաները իմ հետ կատարվում, բա ինչի այս բաները իմ հետ տեղի, բա ինչի եմ ես այս փորձանքի մեջով անցնում, կլինի մատ իմ համար աղոթե, գիտես, այնքան լավ կլինի, որ հովիվներ, երբ որ մարդը գայս է հովի մոտ աղոթելու, հովիվը հարցնի, արդյոք քեզ թույլ ես տվել, որ քեզ կապեն, դու կապված ես։ Եկեղեցուց դուրս, դա կլինի օդանավակայաններում, կլինի, չգիտեմ, փողոցում, որտեղ որ կլինի, երբ որ ես հանդիպում եմ մարդկանց ու հանկարծ ինձ ասում են, վայ, մենք ձեզ ճանաչում ենք, ասում եմ, հա դուք եք հավատացյալ, ասում եմ, գիտեք, առաջի հարցը ես իրան ինչ եմ տալիս։ Ես չեմ ասում, որ եկեղեցուց ես, ես չեմ ասում, ինչ պատկանելություն ունես, չեմ ասում ամուսնացած չես, երեխա ունես, չունես, առաջի հարցը, որ տալիս եմ, հարց եմ տալի, դու ծառայող ես, թե չէ։ Որ հասկանամ, ինչ զրույց ունենամ ես մարդու հետ։ Չէ, դե մենք մի քիչ ավելի հեռու ենք ապրում, դե մեր գործերը, դե մեր ցավերը, դարդերը, պատմություն, ու այնքան պատմություն կարող եմ խոսել։ Բայց երբ որ ես թույլ եմ տալի, որ ինձ կապեն, գիտես, որովհետև ով որ թույլ է տալի, որ Աստված իրան կապի, Աստված իր հետ աշխատանք է անում։ Ես չեմ տեսել մի հավատացյալի, ով թույլ չի տվել, որ իրան կապեն, ու իր հետ Աստված գործ անի, ոչ, բայց ես տեսել եմ հավատացյալի, որ Աստված այդ կեղտից հանել, այդ հողի տակից, այդ հողի տակ այդ միջատները բան, հա դուք պատկերացրեք, ես ուզում պատկերավոր քեզ ներկայացնեմ, հանել է, բերել է, հիմա ասում է, լսի, այո, լավ է, եղավ, եկար, ապաշխարեցին, աղոտ կարեցին, օքեյ, շատ լավ է, հիմա պետք է մի քիչ առաջ գնաս, Աստծո կամքն է, որ ամեն մեկը փրկվի եւ գա ճշմարտության գիտությանը։ Ինչու գա ճշմարտության գիտությանը,
Որովհետև ճշմարտությունը կճանաչես եւ ճշմարտությունը քեզ ազատ կարձակի։ Եվ եթե դու ճշմարտության գիտությունը չես ընդունում, անարգում ես, ինչպես խոսքն ասում է, որդյակս, այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, որ պահես ու կատարես նրա մեջի բոլոր գրվածքը, այդ ժամանակ քո ճանապարհները հաջողակ կլինեն։ Իսկ ես տեսել եմ մարդը, որ եկել է ասել է ուզում եմ ճանապարհներս հաջողակ լինի, կլինի աղոթեք իմ համար։ Դուք նկատեցիք այս խոսքը, որ ես կարդացի խաղողի որդի վերաբերյալ, վերջում մի հատ հետաքրքիր միտք ասում։ Դրանից հետո ինչ էլ որ կխնդրեք իմ անունով ձեզ կտրվի։ Բայց ինչի շատ անգամ մարդկանց խնդրվածքները չի տրվում։ Ինչի շատ անգամ մարդիկ ասում են ես խնդրում եմ, բայց չի տրվում, որովհետև կացեք ինձանում եւ ես ձեզանում, ինչպես որ ճյուղը մենակ հնարավոր չի ապրի։ Իսկ այսօր ինչքան ճյուղեր կա Եվրոպայում։ Սենց խոսում ես, չէ, ես այն հավատացյալներից չեմ, որ եկեղեցի են գնում։ Մենք առանձին, ես տանը, ես մենակ, ես, ու տեսնում ես այդ ճյուղը չորացած։ Հնարավոր չի ճյուղը որդի վրա չլինի ու ինքը պտուղ տա, հնարավոր չի։ Հնարավոր չի ճյուղը որդի վրա չլինի ու Աստված իր հետ սկսի աշխատանք տանել։ Ես ավելին կասեմ, այն ճյուղը, որ որդի վրա չի ու թույլ չի տվել, որ իրան կապեն, ինքը տենց էլ չգիտի իր պարգևը։ Պարգևի ճանապարհը սկսվում է այնտեղից, երբ որ դու թույլ ես տալի, որ քեզ կապեն։ Եվ շարունակեմ պատմությունը իմ կյանքի, ապաշխարել եմ, եկել եմ եկեղեցի, ասեցի ինչ պետք է անեմ, ու սկսեցին կապել ինձ։ Ու ասենց ասում էի, լավ, ցավում, ասում էի ոչինչ։ Սկզբից կցավա, բայց հետո լավ կլինի։ Ու հետո գիտեք, ասեցին, կարող ես կարգ ու կանոնում ծառայել։ Ասեցի, իհարկե։ Գիտեք, երկար ժամանակ առաջինը գալիս է եկեղեցի, վերջինը գնում է եկեղեցուց։ Դու գիտեք, ձեր մեջից ով է հովիվ ելնելու, ասեմ ով է ելնելու, ում որ տեսնում եք շատ ծառայություն անելուց։ Չմտածես, որ մեկը հեսա սենց իմաստուն կրթված, սենց խելացի, սենց կգա ու ինքը կլինի հովիվ, ոչ, Աստծո ճանապարհները տենց չի, Աստված տենց չի գործում։ Աստված այնպես չի գործում, որ մարդը գալիս ասում է ես պարգև եմ, իմ տեղը բեմն է, ինձ բեմ տվեք։ Չի լինում։ Լավ, դուք ինչ-որ բան ստանում եք, հետաքրքիր է ձեզ, ձեր մասին է, թե ուրիշի։ Փառք Աստծուն։ Մի քիչ էլ առաջ գնանք։ Եկել եմ եկեղեցի ու Աստված ինձ կապեց։ Բայց կապելա մի բանի համար։ Հենց նենց չի կապում քեզ։ Երբ որ կապում է, գիտեք ինչի համար է կապում, որ հեշտ լինի քեզ էտել։ Հաջորդ գործողությունը կարելի է ցույց տալ։ Հաջորդ գործողությունը քո կյանքում սկսվում է մի հատ տհաճ, ոչ դուրեկան, ցավոտ process, որը կոչվում է էտվելու process։ Աստված սկսում է քեզ էտել, բայց էտում է մարդկանց միջոցով, էտում է ծառայողների միջոցով։ Իսկ գիտեք, որ այսօր շատ քրիստոնյաներ կան, որ եկեղեցում են, ծառայության մեջ են, բայց էտված չեն։ Սենց ծառայող կա, որ սենց կարող է իր այդ խոսա, սենց գա, սենց մի հատ խփի ուսիդ, ոնց ես ախպեր ջան, բայց դու քեզ թույլ չես տալի իր այդ տենց խոսաս։ Գիտեք, էտելը մի հատ նպատակ ունի։ Գիտեք ինչն են էտում։ Հա, գիտեք ինչ Աստված ինչն է էտում։ Ավելնորդ ճյուղերը, այն ճյուղերը, որ աշխարհից մեր հետ բերել ենք, այն բնավորության գծերը, որոնցով մենք եկել ենք եկեղեցի, ու միգուցե մեզ թույլ ենք տվել, որ մեզ կապեն, բայց այդ ժամանակ ես թույլ եմ տալի, որ ինձ էտեն։
Գիտես ինձ դիտողություն են անում, ինձ ուղղում են, գիտեք քանի անգամ են ինձ դիտողություն արել։ Գիտեք քանի անգամ են ծառայողներ ինձ ուղղել։ Իմ կյանքում մի օր sense որոշում կայացրեցի։ Ասեցի ով իրավունք ունի իմ վրա խոսելու։ Գիտեք որ տենց մարդիկ կան, որ դու չես կարող իրան ասես աչքիդ վերևունք կա, որտեվ ինքը քեզ կսովորացնի, ինքը քեզ կտանի ծով ծառավ հետ կբերի, տենց բարեր կան, չէ՞։ Sense ինքը կասի, որից հետո է։ Ու դու մտածում ես ես տենց չեմ եղել, ես էլ էի տենց։ Ես մի անգամ այդ պատմությունը պատմել եմ, որ կարգ ու կանոնի ավակը ինձ ասես, լսի, դու զինվորական ես, հա, բայց տենց մի շարի մարդկանց։ Ու մարդկանց հետ խիստ մի եղի։ Ու գիտեք, ես ասեցի մի րոպե, դու ինչ մասնագիտություն ունես։ Ասում եմ, մասնագիտություն ինչ կապ ունի ծառայության հետ։ Ասում եմ, գիտես ես ով եմ։ Եղել է տենց, թե դու տենց չես արել, քո մեջ ես մտածել։ Գիտես ես ով եմ։ Գիտես ես ոնց եմ Աստծո ձենել, ինչ ամենակ դուք կարաք խոսեք։ Ասեցի, գիտես ես ով եմ։ Ասեցի, ես 6 տարի սովորել եմ ու դա իմ համար այո բյա մարդկանց շարելը։ Ինչա, եթե լավ չեմ շարել, ավելի խիստ կշարեմ, ավելի սենց ուղիղ գծով կկանգնացնեմ։ Իսկ մարդիկ ծառայությունից առաջ եկել են դռների մոտ սպասում էին, որ դռները բացվի, մտնեն ծառայության։ Իսկ ես այս խեղճ մարդկանց բռնել ու շարում էի սենց։ Ու ասում էր, լսի, մի քիչ ժպտա այս մարդկանց։ Ասում էի, ինչ ես խոսում, եթե ես այս մարդկանց ժպտամ, ինձ սովորեցրել են ում որ ժպտաս, ուրեմն դու թույլ մարդու տպավորություն ես թողում, ուրեմն էլ քեզ չեն լսի։ Ասեմ, եթե ժպտամ այս մարդկանց ինձ էլ չեն լսի։ Ասածս չեն անի։ Ասես մի րոպե, էսի զորամաս չէ, էսի եկեղեցի է։ Ու գիտես, ես նեղված, տրորված, այն չէ տենց մեկ որ չեն ասում, ինձ կոտրեցին։ Ասում եմ, լսի, տղամարդ է, նորմալ տղամարդ է, որ սենց, որ հանկարծ փողոցում մեկը մի բան ասի, կարող է մի հատ էլ ինքը պատասխան տա։ Ու մեկը սենց կգա կասի, ինձ ասում, հələ մի հատ քեզ հավաքի այ տղա, դու տղա ես թե չէ, ինչ, ինձ կոտրեցին, ինձ վիրավորեցին։ Ու գիտես, այտենց ես էլ էի գնում եմ տուն, գիտեք ինչքան կռիվներ եմ արել։ Երբ որ ինձ ծեծել են աշխարհիկ ժամանակ, երբեք չեմ մտածել, որ ինձ կոտրեցին, ինձ վիրավորեցին, ինձ անարգեցին, ինձ չբարևեցին։ Ինչա ես գայս եմ եկեղեցին չեմ փոխվում։ Ինչն է փոխվում։ Կարողանում եմ բացատրել։ Ինչն է փոխվում եկեղեցում։ Ինչի ես պետքա գամ եկեղեցի ու դառնամ նրբիկ, զգույշ, որ հանկարծ ինձ ոչ մի բան չասի։ Իա։ Ոչինչ որ այս ձեր հովիվ ինձ թույլ է տվել։ Դրա համար, որ կարող առաջ ես սենց հյուրի նման գայի, բայց հիմա տան անդամի նման եմ քո հետ խոսում։ Ու գիտես, ես էլ այդ ժամանակ գնացի տուն ու մտածում եմ ճանապարհին, ինչի ես լավ բան եմ անում, ստեղ էլ չի ընդունվում լավ արարքը։ Սատանան սկսել էր մտքեր տալ։ Տես, դու եկեղեցի ես, քեզ ոչ ոք դրա համար գումար չի տալի, դու կամավոր ես, հա դու ծառայում ես, բայց քեզ չեն գնահատում, քեզ չեն ընդունում, քո տաղանդները չեն ընդունում։ Ես չի հասկանում, որ Աստված էտելու process է սկսել իմ կյանքում։ Ու ինձ էտում է, ու ինձ դաստիարակում է, ինձ ուղղում է։ Ու գիտես հաջորդ օրը գնացի, ասեցի, օքեյ, ո՞նց եք ուզում որ անեմ։ Չգնացի, ասեցի, դուք էլ, բայց գիտեք կարայի անեի։ Ու ես տեսել եմ իմ հետ սկսած տղաներից, ովքեր ոնց են սկսել, ու ճանապարհից ոնց են շեղվել։ Ինչա, ուզում եմ հարց տամ, քանի հոգու գիտես, որ եկեղեցի եկե ու հիմա ինքը եկեղեցում չի։ Ուղիղ կարող եմ նայել իր աչքերին, այդ ով որ եկեղեցում չի, ու ասել, որ դու թույլ չես տվել, որ քեզ էտեն։ Դու թույլ չես տվել, որ քեզ ուղղեն։ Դու թույլ չես տվել։ Չէ, ամեն բանում պետքա եկեղեցին մեղավոր, համ եկեղեցին, մեղավորը եկեղեցին է, հետո հովիվները։ Թե հակառակը, սկզբից հովիվներն են, չգիտեմ ով է մեղավոր, ստեղ հովիվը։ Ես երկար ժամանակ հովիվ եմ, այնքան լավ արտահայտություններ գիտեմ, ուրա հովվի աչքերը։ Ինչա չի տենում, ես ինչա կատարվում։ Ինչա, գիտես հովիվը ամեն ինչն է լավ տեսնում, բայց գիտես հովիվը բարի է։ Հովիվը ասում է, լսի,
Այսօր էս մի ճյուղը կետեմ, բայց ցավոտ է, հա, գիտեք, երբ որ գնում ես ատամնաբուժի մոտ ու պետք է ատամները բոլորը սարքես, տես չի անում, միանգամից մի օրվա մեջ ամբողջ գործը չի անում։ Ասում է, լսի, չես դիմանա։ Այդ էտելուն չես դիմանա։ Արի այսօր էս հա սա կետենք, հետո սա, հետո էս բնավորության գիծը, հետո մյուս բնավորության, հերթով, որովհետև կյանքը մեր առաջ է։ Դու գիտեք, միչև հիմա ես այդվում եմ, միչև հիմա հնարավոր է իմ կյանքում, մեկի հանկարծ տեսնեմ մի հատ այն ոչ պետքական ծիլա դուրս եկե, սենց այն ճյուղ, որը որ, այս որտեղից դուրս եկար, ես չունեի, մեկի հանկարծ, գիտես, երբեմն ոնց է լինում, որ ծառայող ես, ծառայությունների մեջ հաճախակի լինում անհամաձայնություն, եղբայրների մեջ, ու մեկ է սենց անհամաձայնությունը գալիս է, ու մեկ է սենց զգում ես արդեն պաշտպանվում ես այդ եղբորից, ու մեկ է զգում ես, որ արդեն հերիք չի դու մի քիչ խելացի որ լինես, բացի պաշտպանվելը դու թիմակիցներ ես հավաքում, ու մեկ է տեսնում ես երկու եղբայր, լավ եղբայրներ, ու մեկ է տեսնում ես սենց բարիկադներ, ամեն մեկ իր բարիկադն է կառուցե ու իրար քարկոծում են, ու ամեն մեկի կողմը մեկը կա։ Ես մեր եկեղեցում չի։ Իմ բոլոր ավակներին գիտեք ես ինչ եմ ասել։ Երբ որ ես տնային խմբակի անդամ էի, իմ տնային խմբակի ավակը երիտասարդ աղջիկ էր, չամուսնացած։ Ու գիտես, ես է կայացած տղա է, որ իմացա, որ ես աղջիկը պետքա լինի իմ հոգևոր ավակը, հա, տնային խմբակը, ասում էի, աղբորպես մի հատ նորմալ տղամարդ չկա, որ այս քուրիկը պետքա ինձ ավակություն անի։ Ես ասեմ, ձեր մոտ տենց բաներ չկա, դա մենակ մեր մոտերը տենց։ Ու գիտես, բայց անցավ ժամանակ, աղոթում է ստացվում է, ինչ-որ խոսքեր մարգարեական ասում է ստացվում, ու տեսնում ես աղջիկը աչքիս հեղինակությունը իրա բարձրանում է։ Մի օր գիտեք ինչ արեցի, առաջին մարդն էր, մոտեցա իրան, ասեցի, լսի, ես քեզ թույլ եմ տալիս, որ դու իմ կյանքի վրա խոսես, ես քեզ թույլ եմ տալի, որ դու իմ ընտանիքի վրա խոսես, եթե դու կտեսնես իմ ընտանիքի մեջ, մեր հարաբերություն, կնոջս հետ հարաբերությունների մեջ, ինչ-որ բան է, ինչի, ես այդ իրավունքը քեզ տալիս եմ, որ դու իմ համար իմ վրա խոսես, և ես քեզ թույլ եմ տալի, դու խոսես իմ ծառայության մեջ։ Իրանից հետո, երբ որ ես դարձա տնային խմբակի ավակ, նույնը խոսեցի մյուսներին, նույնը խոսեցի մյուս ավակներին, ու այսպես բոլորին խոսել եմ, ու իմ հովինել եմ ասել եմ, խնդրում եմ, իմ համար ծոմ չպահեք, իմ բոլոր ավակներին ասել եմ, իմ համար ծոմ չպահեք, չաղոթեք սենց երկար, որ գաք ինձ ուղղեք, ինչ որ բան տեսնում եք, մի անգամից եկեք ինձ էդի ավելի շատ կօգնի, իսկ ես հովիվ եմ, գիտեք, երբ որ ես ուզում եմ մեկին ուղղեմ, ինչ եմ, գնում եմ աղոթում, ասում հանք ոնց ուղղեմ, գիշերը պարկած եմ, այդ մենակ հովիվներն են տենց անում, մտածում եմ, այս խոսքը կասեմ, չեսի լավ, մի քիչ խիստ է, լավ, այս կասեմ, սենց կանեմ, նենց այս կխոսամ, կկանչեմ, այս կասեմ, այս սրա վրա կասեմ, գիտես ինչի, ինչ է, որ ինքը թույլ չի տվել, որ իրան էտեն, ինչ է, ինքը թույլ չի տվել, որ իրա բնավորության վրա խոսեն։ Սիրելիներս, խոսում եմ հովվի հետ, ձեր հովվի հետ խոսում եմ, ու գիտեք ինձ ինչ նենց մի հատ բան ասեց, որ ես նենց ապշել էի, ասում եմ դու գիտես են ինչ որ դու ասում ես, ես հետի վաղուց իրանց ասել եմ, ասել եք թե չէ, բայց գիտեք ու ես ես նայում եմ, ասում եմ Տեր իմ Աստված, ինչի պետքա մարդը չուզենա փոխվի, ինչի պետքա մարդը չուզենա, որ իրեն ուղղեն, չէ որ երբ որ քեզ ասում են ինչ-որ մի բան, չէ որ էդի քո օգուտի համար է, ես չեմ տեսի Աստվածաշնչում, որ Աստված ինչ-որ մեկին վերցնի սենց ձեռքից սենց հա ես շորից թափ տասի էս սենց չի էսպես է, Աստված խոսում է, ով որ ականջ ունի, թող լսի, ինչ է ասում Աստծո խոսքը իրան իրա կյանքի համար, կարևոր միտք եմ ասում, քանի հոգի, որ կարա քեզ դիտողություն անի, ուղղի, քո կյանքում, հա, մտածի, քանի հոգի մարդ կա, որ կարող է քեզ ուղղել դիտողություն անել, Աստված այդքան անգամ
հնարավորություն ունի քեզ օգնելու։ Իմ մոտ գրած էր, ստեղ պետքա ծապ տան։ Բայց ոչ շշմիտը որ։ Հումոր եմ անում։ Երբ որ սենց լուրջ թեմաներ ես խոսում, պետքա սենց մի հատ հումոր անես։ Գնանք մի քիչ էլ առաջ։ Լավ, համաձայն եմ, ես թույլ տվեցի, ինձ ուղում են, հա ինձ կապեցին, հա հանեցին հողից, մտածեցի վերջ, լույս եմ տեսել, արդեն լավ, ամեն ինչ ինձ կարելի է, ասեցին չէ, մի րոպե, ինձ կապեցին։ Կապելուց հետո մեկ է տեսնում ճրճրթոց է գալի։ Գիտես, եղբայրս էր ասում այդ խաղողի վազը, որ կտրում եմ ճյուղերը, սենց արցունքներ է թափվում։ Գիտես, մեկ է սենց դու մեկ տեսնում ես ներսիդ արցունքները ոնց է թափվում, որովհետև դու ամբողջ կյանքդ սովորես այս ձև ապրես։ Բայց հիմա քեզ ասում են, չէ, այսպես պետք է ապրես։ Եվ քեզ սկսում են նետել։ Գիտեք ով է հոգևոր մարդը։ Հետաքրքիր է։ Ես մի անգամ չեմ հիշում, որ եկեղեցում ես հարցը տվեցի։ Եթե քեզ հարցնեն, որն է հոգևոր մարդու կերպարը, քո կարծիքով, որն է այն մարդն է, որ գեղեցիկ կարա քարոզի, կամ այն մարդն է, որ սենց դու տեսնում ես ինքը անընդհատ աղոթք անում, կամ ծոմ է պահում, որն է հոգևոր մարդու կերպարը։ Հա? Աստվածաշունչը դրա մասին խոսում է։ Աստվածաշունչը դրա մասին խոսում է։ Գիտեք ով է հոգևոր մարդը։ Ով որ իր լեզուն զսպել գիտի։ Հստակ ասում է։ Խոսքը հոգևոր մարդ են մարդն, ով որ իր լեզուն սանձել գիտի։ Դա հոգևոր մարդ է։ Այսինքն հոգևոր մարդը արարքներից է երևում։ Մի քիչ էլ առաջ գնամ։ Կորինթացիս առաջի թե երկրորդ։ Տեսնեմ։ Առաջի Կորինթացիս 15:46-ը, գիտեք ինչ ասում։ Սկզբից հոգևորը չի։ Գրված այսպես, սկզբից շնչավորն է, հետո հոգևորը։ Ինչ է շնչավորը։ Շնչավորը շունչն է, մեր բանականությունն է, մեր մտածելակերպն է, որտեղ եթե ես ուզում եմ հոգևոր մարդ լինեմ, ես պետք է աշխատեմ իմ դաստիարակության վրա։ Որովհետև ես ինչքան դաստիարակված լինեմ, իմ շունչը ինչքան դաստիարակված լինի, ինչքան կարգապահ լինեմ ես այնքան կհասնեմ ավելի հոգևոր բաների։ Սկզբից այնպես չի, որ դու գալիս ես հոգևոր եմ ուզում եմ հոգևոր վերապրում, հոգևոր, լսի, կարգապահ եղի քո աղոթքի խոսքի մեջ, դու կլինես հոգևոր մարդ։ Տեսեք, առաջի Կորինթացիս 3:1-ից։ Տեսեք, Պողոս առաքյալը ցավով հետևյալ խոսքերն է գրում։ Եվ ես եղբայրներ չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ։ Ասում եմ, ես չկարողացա ձեր հետ խոսել, որտեղ դուք հոգևոր չեք։ Բայց պատճառ ասում է, չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ, այլ ինչպես մարմնավորների հետ, ինչպես մանուկների հետ Քրիստոսում, կաթ խմեցրի ձեզ եւ ոչ թե կերակուր, որովհետեւ այստեղից սկսում է։ Տակավին չեք կարող էլ եւ հիմա էլ դեռ չեք կարող, որովհետեւ տակավին մարմնավոր եք եւ ասում է, վասնզի տակավին նախանձ, կռիվ, բաժանություն, այսպիսի մարմնավոր բաներ կա ձեզանում։ Ասում է, ես չեմ կարող ձեր հետ խոսել ինչպես հոգևորներ հետ, որովհետև դուք թույլ չեք տվել, որ ձեզ հետեն։ Որովհետև եթե եղբայրների մեջ նախանձ կա, գիտեք Հիսուսը ոնց հետեց աշակերտներին։ Աշակերտները բարձրացան ու որոշեցին ով է իրանցից ավելի բարձրը։ Աշխարհիկները այսպիսի խոսք են ասում. եթե ուզում ես եղբայրներին ճանաչես, կտակը բաժանի։ Այդ ժամանակ կերևան եղբայրները, հա? Ասում եմ, եթե ուզում ես եղբայրներին ճանաչես։ Քրիստոսի մեջ եթե ուզում ես եղբայրներին ճանաչես, մեկին ծառայության մեջ դիր ավելի բարձր։ Ու մեկը գիտես ինչ, մեկը sense տեսնում ես։ Ու աշակերտներն էլ այդ խնդիրը ունեին Հիսուսի։ Գիտեք ինչ արեցին։ Ով էր իրանցից ավելի մեծը։
կռվում էին իրար հետ։ Ու գիտեք ոնց, այն որ երեխեքը իրար հետ կռվում են, ծնողներ ասում են, լսի, ամոթա փողոցում եք։ Գոնե տանը կռվեք, մարդ չտենա։ Աշակերտները փողոցում բոլորի աչքի առաջ կռվում էին, ով էր իրանցից ավելի մեծը։ Հիսուսը լսում է, որ կռվում են ով է իրանցից ավելի մեծը, ով է իրանցից ավելի լավ պարգևով, ով է ծառայողը, մեկը մյուսը գալիս են տուն։ Հիսուսը ասում է, լսեք, դուք պետք է այդվեք, սենց չի լինի։ Ու ասում է, ես ձեզ ցույց կտամ, ով է ձեզանից ավելի մեծը։ Ու վերցնում է ու սկսում աշակերտների ոտքերը լվալ։ Ասում է, որ արդյոք Հիսուսը հոգևոր չէր։ Հոգևոր էր, չէ՞։ Տեսեք, կարծես շնչավոր արարք, հա, ոչ թե դու ուզում եմ ճիշտ հասկանաս։ Հիսուսը ինչ արեց, վերցրեց, գործողություն կատարեց, ոտքերը լվաց աշակերտների։ Ու գիտեք հետո ինչ ասեց, ով որ ուզում է ձեզանից մեծը լինի, թող բոլորին ծառա լինի։ Ահա բարձրանալու ճանապարհը։ Լավ, մի քիչ էլ գնանք առաջ։ Երբ որ դու թույլ ես տալի, որ քեզ էտեն, հետո գիտեք ինչ process է սկսում։ Ծաղկման process է սկսում։ Ու դու սկսում ես ծաղկել, որովհետև քո մոտ սկսում է ստացվել։ Տեսեք, աշխարհիկ ժամանակ վատ էիր ցանում, վատն էիր հնձում։ Եկեղեցում սկսում ես, երբ որ դու փոխվում ես, սկսում ես լավ բաներ ցանել։ Երբ որ լավ բաներ ես ցանում, լավ բաներ ես հնձում։ Աշխարհիկ ժամանակ, եթե մարդիկ չէին ուզենա քեզ հետ շփվեին, փախնում էին մարդիկ քեզանից, որտեղ խմում էին ու կռիվ էին անում։ Գալիս ես Աստծուն ու սկսում ես դրական բաներ անել, ու մարդիկ գիտես ինչ են ասում են, լսին, ինձ հաճելի է քո հետ։ Կլինի գանք նստենք մի քիչ մեզի քարոզի էլի, մեր էս գիտես իմ ընկերներս են ասում, էս մեր անառակ զավակներին, հա, մենք էլ Քրիստոսի անառակ զավակն ենք, բան են սովորել։ Մեզ մի քիչ սովորեցրու, մի քիչ ու գիտես ու մեկ էս խոսում ես, տեսնում ես, ստացվում է, աղոթում ես, Աստված գործում է։ Տեսնում ես բառապաշարը տա փոխվել, մարդիկ էլ քեզանից չեն փախնում, այլ գալիս են դեպի քեզ, որտեվ դու սկսել ես աճել, սկսել ես ծաղկել, որտեվ այտենց երբ որ քեզ էտել էր, դու ես չոր ճյուղեր էիր, մտածում էիր տենց է պետքա լինես, ոչ։ Դու դառնում ես հետաքրքիր մարդ։ Դու դառնում ես շփվող մարդ։ Դու մարդկանց հետ խոսում ես, ուր գնում ես օրհնությունն է գալի, ուր գնում ես օծությունն է գալի, ում հետ խոսում ես, գիտես, բան է փոխվում։ Մի անգամ մեկն ասում էր քարոզեք Քրիստոսին, մեկ էլ խոսքերով։ Ու դու սկսում ես քարոզել Քրիստոսին, ու բան է փոխվում, ծիլեր են դուրս գալիս։ Հետո գիտես փարթամանում ես, կարելի է հաջորդ նկարը։ Փարթամանում ես, փարթամ այգի ես դառնում, որովհետև գիտես Քրիստոսի մեջ ես, դու ծառայում ես Աստծուն, դու թույլ ես տվել, քեզ կապել են, դու խոսքը գիտես, խոսքը կարդում ես, դու օրհնություն ես դառնում եկեղեցու համար։ Մարդիկ քեզ գովում են։ Դու արդեն սկսվում է քո կեցվածքը փոխվել, որովհետև դու կարևոր մարդ ես։ Գիտեք, ես իմ կյանքում ուզում եմ ազնիվ քեզ մի բան ասեմ։ Գիտեք, իմ կյանքում ավելի հեշտ է ես խոսեմ այն մարդկանց հետ, ովքեր որ իրանցից ինչ-որ բան չեն ներկայացնում, քան այն մարդկանց հետ, ովքեր որ եկեղեցում իրանցից ինչ-որ բան են ներկայացնում։ Այնքան դժվար է այդ մարդու հետ խոսելը, որովհետև ինքը արդեն իր պահանջները ունի, ինքը գիտի ինքը ով է, ինքը իր ստատուսը գիտի իր կոչումը, ու գիտես ու այդ մարդու հետ այնքան դժվար է շփվում, ասում ես լսի մի հատ այդ մեդալները թող էլի։ Ու մեկ է գիտեք այդ ժամանակ ինչա գալիս։ Կարևոր բան եմ ուզում ասել։ Երբ որ մարդու մոտ սկսում է ստացվել, ես չեմ հավատում, որ մարդ կա, որ իր մոտ էդի չի լինում։ Բոլորի մոտ է լինում է։ Այդ ինքնահաստատվելու, որ ես էլ քարոզեմ, ախր ես էլ եմ կարում քարոզեմ, ախր ես էլ եմ կարում անում աղոթեմ, կլինի ես էլ աղոթեմ։ Ու գիտես մի հատ sense այդ process, որտեվ կանաչել ես դու արդեն։ Գեղեցիկ ես, մարդիկ գովում են քեզ։ Գիտես, երբ որ ես տնային խմբակի ավակ էի, տնային խմբակս այնքան էր ինձ գովացե, բարձացրե, ես չգիտեմ ուր էի հասել, բայց տնային խմբակի ավակ էի ընդամենը։ Հենց այդ ժամանակ մի հատ բույս է կպնում քեզ։ Այդ բույսի անունը հայերը ասում են գայլուկ։
ինքը գիտեք իր նպատակը որն է։ Ինքը ոչ հողից է դուրս գալի, ոչ արմատ ունի, կարելի է հաջորդ նկարը, այս նկարը մնա։ Ինքը sense փաթաթվում է բույսին։ Փաթաթվում է, գիտեք, մի հատ նպատակ ունի։ Սեղմում է ամբողջ յութը, այն օծությունը, այն շնորհքը, ուրախությունը, խաղաղությունը, հա տեսել եք, sense քրիստոնյա նայում եմ։ Ախր ինքը որ աղոթում էր, երկինքը թնդում էր։ Մեկ է մի հատ հպարտության, կամ մի հատ նախանձի, կամ մի հատ խռովության պատճառով, մեկ է տեսնում ես այդ բույսը ոնց է փաթաթվել, ու սենց խեղդում է, ու գիտեք ինչ է անում, անպտուղ է անում։ Կարելի է հաջորդ նկարը դնեք։ Մատթեոս 13:22 Եվ փշերի մեջ սերմածը նա է, որ խոսքը լսում է, եւ այս աշխարհի հոգսերը, հարստության խաբեությունները խեղդում են այն խոսքը եւ անպտուղ անում։ Պատկերացնում եք, գալիս է, դու չես հասկանում որտեղից եկավ ու կպավ քեզ։ Դրա համար սիրելի ծառայող, թանկագին մարդ, ուզում եմ քեզ մի հատ բարի լավ խորհուրդ տամ։ Խնդրում եմ, երբ որ քո միտքը մի բան է գալի, որը որ Աստծո խոսքից չի համապատասխանում, խնդրում եմ ընկերություն մի արա։ Եզրակացություններ մի արա, գիտես, 2 հոգի, հզոր ծառայողներ, օծված ծառայողներ, գիտես, հանկարծ մեկը մեկին չի բարևում։ Ու գիտես, ու ոչ իրարը չեն խոսում, իրարից հեռանում են, այն բարիկադները կառուցում են հոգևոր, ու սկսում են իրար դեմ պայքարել։ Ու գիտես, երբ որ նայում ես, տեսնում ես երկուսի օծությունն էլ գնացել է։ Ու նայում տեսնում ես երկուսի սոկեր, երկուսն էլ հոգնած, երկուսն էլ տրամադրություն չունեն, միգուցե զորով հասկանում ես, հա, որտեղ մեկս ստիպված գալիս է եկեղեցի, որտեղ ինքը պետքա գա եկեղեցի։ Խնդրում եմ, երբ որ միտքա գալի քեզ, ավելի լավ է, այդ միտքը կտրես, խոսաս, բերես լույսի մեջ, Աստծո խոսքը ասում է, եղբայրների չարախոսը սատանան է, որ ուզում է հակառակություններ բերի, որովհետև սատանան լավ գիտի, եթե ես քեզ ընդունում եմ, ես քո պարգևն եմ ընդունում, եթե ես քեզ չեմ ընդունում, ուզում ամենաուժեղ հայտնությունը քարոզես, ես դա չեմ ընդունի։ Ես քեզ մի բան կպատմեմ Ջոն Բիվերի պատվիված գրքից։ Ջոն Բիվերը պատմում ասում է, մեկ անգամ հովիվիսս նեղացել էի։ Ու ասում է, կնոջս այդ եկեղեցի էի գնում, նստում էի ոնց որ փայտ, սառած մեկ, ասում է, ոչ մի բան չէի ստանում։ Դուրս ենք եկել, նստում ենք մեքենայով գնում ենք, կինս ասում էր, լսի Ջոն, ի՞նչ է հետդ կատարվում։ Ասում է, չեմ հասկանում, գնում եմ եկեղեցի, խոսք չեմ ստանում։ Գիտեք, քանի օքի է ինձ ասում, որ գնում եմ եկեղեցի, բայց գիտես, մի տեսակ այն խոսքը չկա էլի, այն ներկայություն։ Առավել զգուշությունից զգուշացի քո սրտից, որտեվ այդտեղից է կյանքի ելքը։ Ու գիտես, հետո Ջոն Բիվերը հասկանում է ու ինչ ասում է, գիտես, ես ծնկեցի Աստծո առաջ ու ասեցի, Տեր, խնդրում եմ, դառը սերմանքի սրտիս մեջ, խնդրում եմ օգնիր ինձ, ազատիր ինձ։ Եվ ասում է, ապաշխարեցի ու հաջորդ կիրակի գնացի ծառայության, ասում է, հովիվը նենց լավ քարոզեր քարոզում, օրհնված, օծված, ասում է, սենց ուրախացած։ Թույլ մի տուր, Աստծո խոսքը ասում է, թույլ մի տվեք, որ մի դառը արմատ բարձրանա, ու գիտես, դա մենակ քեզ չի վնասում։ Եթե մենակ ինձ վնասեր, կասեի, օքեյ, լավ, մենակ ինձ է վնասում։ Ոչ, ասում է, դրանով շատերը կպղծվեն։ Զգույշ մնացեք, որ մի դառը արմատ դուրս չգա ձեր սրտերում, որտեվ դու հասկանում ես, դա սատանայի ծրագիրն է, իր գործն է, ինքն է սկսում քո սրտի հետ աշխատելու, ինքը լավ գիտի ծառայողների հետ ինչ աշխատի, ծառայողներին ինչ ցույց տա։ Բարևեցին, չբարևեցին, հարգեցին, չհարգեցին, անարգեցին, չանարգեցին, լսեցին, չլսեցին, իմ ասածը չընդունեցին, պետք է հովիվ ասի, որ անեք, իմ ասածը խիչեք, ու գիտես նման հարցեր, պատմություններ, ու գիտես սա եկեղեցիներ է քանդում։
Եթե դուք իմանաք Մարտին Լյութերի ու Կալվինի բաժանման պատճառը, եթե դուք մենակ իմանաք, երկու հզոր գիգանտ ծառայողներ, ավետարանի ծառայողներ, երկու հզոր գիգանտ ծառայողներ, ու գիտեք ինչ եղավ, հանկարծ մի օր իրանց մեջ բաժանում եկավ, ու գիտես բազմահազար մարդիկ բաժանվեցին իրարից, իրար նկատմամբ ատելություն, թշնամություններ, իրարից հեռացան, գիտեք ինչի պատճառով, ինչա Մարտին Լյութերը ասում էր, որ մեկ ասում էր, որ հաղորդություն ընդունելու ժամանակ Քրիստոսը ներկա է, մեկն ասում էր, չէ, դա հոգևոր նշանակություն ունի։ Գիտես, այսօր մենք երկուսն էլ ասում ենք, երկուսն էլ ճիշտ էին, բայց բաց չէին իրարից ընդունելու, ու պատկերացնում եք մեծ բաժանում եղավ, ուզում եմ հարց տամ, խնդրում եմ, կարող եք ասել, որտեղից է ծնվել կաթոլիկ եկեղեցին, առաքելական եկեղեցին, ուղղափառ եկեղեցին, ավետարան, որտեղից են այս հարանվանությունները ծնվել։ Չէ որ մեկ օր երկու հոգի իրար չեն հասկացել, մեկ օր երկու հոգի որոշել են նույն ճանապարհով չգնան, ահա սատանայի ծրագիրն է, ու ես նայում եմ ու ապշում ու իմ համար սրտից ցավ է, որ տեսնում եմ դարեր անցե, այսօր ժամանակակից եկեղեցին, տեսնում ես նույն բանն է, վերցնում են մարդիկ, գիտես ես բոլորի մասին չեմ խոսում, բայց տեսնում ես հրաշալի եղբայրներ, երկուսն են իրանց կյանքը դրել են Աստծուն ծառայելու մեջ, բայց հանկարծ միտեղ իրանց ինչ-որ բանով իրար հետ չեն համաձայնվում, ու սատանան հաջողվում է, ու գիտես ով է տուժում, եկեղեցին է տուժում, ով է տուժում, հովիվն է տուժում, ով է տուժում, գիտես, նկատել եք, ում դու չես սիրում, թույլ տուր ուղիղ քեզ ասեմ, լավ, չսիրելը քրիստոնեական չի, ում որ դու չես հարգում, դու իրա քարոզները չես ընդունում, քո եկեղեցում, գիտես խի, որտև սատանան ամեն ինչ անում է, որ այդ պարգևը չգործի, այսօր իմ եղբայրս զոհաբերության խոսք է խոսում, ես հիանում եմ, նստած հիանում եմ, ասում ես ինչ հիասքանչ խոսք է խոսում, տեղին, օծված, որովհետև եկեղեցին պարգևների վրա է կառուցված սիրելիս, ու պարգևները հարաբերության, Հիսուսը ամենաբարձր տեղում դրեց հարաբերությունը, ամենաբարձր, Հալելույա Հիսուս, մենք պետք է լուծենք ցանկացած վիրավորանքի հարց, մենք պետք է լուծենք ցանկացած դառասերմ, անարգանք, ինչ որ կա, որտև այն ինձ է վնասում, ես եմ փչանալու դրանից, գիտես, տեսնում եմ գեղեցիկ խնձոր, վերցնում եմ, կիսում եմ, տեսնում եմ մեջը փչացած է, գիտեք, որդի նպատակը ինչն է խնձորի մեջ մտնելու, ոչ թե այդ կաշին, այդ խնձորի կեղևը կամ այդ խնձորի միջուկը, ոչ, ինքը մի հատ նպատակ ունի, հասնի սերմին, սերմը փչացնի, իր նպատակը մտնի խնձորի մեջ ու գնա հասնի սերմին, սերմը փչացնի, իսկ այդ սերմը մեր ներսում Աստծո ներկայությունն է, որ ոչ մի բան չպետք է փոխենք, Եվ գիտես, երբ որ այս բաների հարցերը լուծում ես, նորից եմ ուզում քեզ ասեմ, երբ որ դու առաջ անգամ ես գալի եկեղեցի, այս բույսը քո վրա չի հարձակվում, որտեղ ես եկել եմ եկեղեցի, ես ինձանից ոչ մի բան չէի ներկայացնում, ասում եմ, այստեղ կանգնում էի, ասում եմ, չէ, հիմա գնա այնտեղ կանգնի, գնում էի խելոք այնտեղ էի կանգնում, իսկ հիմա ով կարա ինձ ասի կանգնի, հələ մեկը փորձի ինձ ասի գնա կարգու կանոնում ծառայի, ես ոնց կվարվեմ, հասկանում եք ինչի մասին եմ խոսում, մարդը ոնց կվարվի, Մեզ մոտ մեծ ծառայող էր եկել Հայաստան ու պետքա ծառայություն անցկացներ, դահլիճը տեղ չէր լինում, դահլիճի դռները փակել ենք, գիտեք կարգու կանոնում ովքեր էին ծառայում, միայն հովիվները,
Բոլոր հովիվները ներգրաված էին կարգ ու կանոնի ծառայության մեջ, որտեղ հանկարծ կարար քաոս լիներ։ Մի բան եմ, վերջի բանն եմ ուզում, ուզում եմ խոսեմ, վերջացնում եմ։ Ժամանակներ առաջ կնոջս հետ մենք ստեղ էինք։ Եվ մենք վերադարձանք Հայաստան ու պետքա ծրագրենք, որ գնայինք մեկ այլ երկիր։ Մի քանի երկրներ պետքա գնայինք, արդեն ամեն ինչ պատրաստ էր, պայմանավորվել ենք, ամեն բան պատրաստ էր։ Մենք պետքա տեղափոխվենք այնտեղ ծառայելու։ Ու ցերեկը նստած տոմսերն ենք նայում, որ պետքա տոմսեր առնենք։ Երեկոյան ինձ զանգ ա գալի, զանգում է իմ հովիվս, Արթուր Սիմոնյանը հովիվ։ Զանգում ու ասում է դուք պետքա նորից հետ գնաք Եվրոպա։ Պատկերացրեք մեծ բան էինք ծրագրել։ Ու դրա մեջ տարբեր տեղերից, Միացյալ Նահանգներից էր թիմ գալու, Հայաստանից էր գնալու տարբեր բան։ Ես ամեն ինչը փոխեցի։ Ես չասեցի, բայսի ոնց կանենք, էսի ոնց կանենք, ես ասեցի, հովիվ ջան, ոնց ասես։ Ու եթե այսօր ինքը ինձ զանգի ու ասի, այսօր այս բանը պետք է անես, ես պատրաստ եմ։ Գիտեք ինչի։ Որտեվ հեշտ է մարդուն, երբ որ մարդ ասում է, իմ պարգևները Աստծուն են ծառայում։ Արդյոք դու կարաս քո պարգևները 10 մարդու ձեռքերի մեջ։ Ես խորը բան եմ ասում քեզ։ Արդյոք դու քո պարգևներով կարող ես ասել, հովիվ ջան, ես էսել իմ պարգևներ, ինչ անեմ։ Ոչ թե Աստված ինձ կասի նոր կանեմ։ Մեր բոլոր ծառայությունները այսպես է եղել։ Մենք ծառայել ենք Երևանում, մեկ օր հովիվը մեզ ուղարկեց մարզ ծառայելու, մենք պատրաստ էինք այնտեղ ապրեինք, ծերանայինք ու մահանայինք։ 12 տարի հետո ինքը հետ կանչեց ուրիշ ծառայության մեջ։ Ու այսօր հիմա մենք այս ծառայության մեջ ենք, որովհետև վերջի բանն եմ ուզում ասեմ։ Երբ որ դու ծառայում ես, դու շատ պտուղներ կունենաս։ Շատ պտուղներ, բայց պտուղները քոնը չեն։ Պտուղները Տիրոջն են։ Ու գիտես, ամենահետաքրքիրը քեզ ինչ ասեմ։ Երբ որ դաշտում այգեպանն է աշխատում, ոչ ոք չկա։ Ինքն է մենակ չարչարվում, տանջվում, այդ process-ը ինքն է անում, բայց գիտես, հենց բերքը այգիում լինում է, մեկ է մեքենաներն են գալիս։ Ժողովուրդը լցվում է այգի, գիտես ինչի հետևից, բերքի։ Մարդիկ գալիս են բերքը տանելու այգից, որտեվ ճյուղը չի կարող ասել, թողեք այս բերքը իմն է, այս խմբակը իմն է, այս մարդիկ իմն են, ես թողեք, ես պահում եմ իրանց, դուք իրանց հետ գործ չունեք, դուք իրանց աշխատելու ձևը չգիտեք, դուք չգիտեք իրանց հետ ոնց աշխատեք։ Բերքը, ծառայությունը Աստծունն է։ Ու գիտես ինչքան էլ պտուղ բերես քո կյանքում, ինչքան էլ ծառայես քո կյանքում, իմացի մի բան, երբ որ պտուղ ես բերում, գիտես Աստծո խոսքն ասում երեցները, իրենց պսակները, իսկ պսակները գիտեք որն է, իրանց աշխատության պտուղներ, իրանց վարձքներ, իրանց պսակները, ասում է երեցները իրանց պսակները հանում էին ու դնում էին Աստծո գահի առաջ ու ասում էին սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես։ Որովհետև սիրելիս ոչ հորստանից եմ բերել ներողություն այդ խոսքերի համար, այդ մարդկանց, ոչ էլ հետո տանելու եմ իմ հորտուն։ Երբ որ դու մարդու հետ խոսում ես, մարդը ապաշխարում, Աստծուն ընդունում է, հայերեն լավ բառ կա, այնքան լավն է այդ հայերեն բառը, խնդրում եմ քեզանով մի արա, քոնը չի այդ մարդը։ Այդ մարդը Աստծունն է, այդ մարդը Տիրոջն է, Տիրոջ եկեղեցունն է։ Աստված տեսնում է բոլորիս սրտի այդ դրդապատճառները։ Կարելի է փառաբանության խումբը գա։ Ինքան sense որ խոսեմ, էլի կխոսեմ, բայց վերջացնենք։ Հիմա ուզում եմ իրար հետ աղոթենք, ուզում եմ ամփոփեմ խոսքը ու իրար հետ աղոթենք։ Սիրելիներս, ես խոսում էի, որ Աստված մեզ հողից հանեց,
վատ բաներից, վատ արարքներից, վատ համբավ ունենք ու Աստված այդ տեղից հանեց, տարավ իր լույսի մեջ, եկեղեցու մեջ։ Լույսը եկեղեցին է, տարավ իր եկեղեցու մեջ։ Հետո Աստված մեզ կապում է եկեղեցու հետ, ծառայությունների հետ, կապում է տասանորդի հետ, զոհաբերության հետ, աղոթքի հետ, եկեղեցի հաճախելու հետ, կապեց։ Հետո Աստված սկսում է մեզ էտել, սկսում է կտրտել, մեր բնավորության հետ աշխատել, որտեվ ուզում է, որ մենք պտուղ բերենք։ Եթե չետի, պտուղ չենք տա։ Հետո սկսում է մեզ էտել։ Էտելուց հետո, գիտես, բողբոջներն են դուրս գալի ու սկսում է պտուղ տալ, քաղցր պտուղ։ Ու գիտես, ասում է, ով է այն մշակը, որ Աստծո դաշտի մեջ աշխատում է ու չի ուզում իր աշխատության պտուղը ճաշակի։ Աստված ուզում է այդ պտուղը ճաշակի։ Ամեն։ Եվ վերջի տեղը, որ ուզում եմ կարդամ, դա առաջի տեղն է։ Հովհաննես 15:1-ից։ Հիմա դու շատ հիասքանչ կերպով կհասկանաս ինչի նկատի ունի, երբ որ Տերը այս խոսքերը ասում է։ Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակը։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան եւ ամեն պտուղ բերողի մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի։ Կացեք ինձանում եւ ես ձեզանում, ինչպես որ ճյուղը իր անձում կարող չի պտուղ բերել, եթե որդում չմնա, այսպես էլ ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ես որդն եմ, դուք ճյուղերը։ Նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Ամեն, ամեն։ Հիմա մենք իրար հետ միասին աղոթելու ենք։ Գիտեք ինչի համար ենք աղոթելու։ Միգուցե դու քո կյանքում այս փուլերից մեկի մեջ ես կանգնած։ Միգուցե քո կյանքում այն փուլն է, որ դեռ քեզ չեն կապել։ Միգուցե քո կյանքում այն փուլն է, որ քեզ կապել են, բայց դեռ քեզ չեն էտել։ Ես չգիտեմ, որ փուլի մեջ ես դու, բայց հաստատ այս փուլերից մեկում ես դու։ Միգուցե պտուղ ես բերել, կամ միգուցե ինչ-որ մի բան է կպել քեզ, եւ դրա համար գողացել է քո ուրախությունն ու խաղաղությունը։ Հաստատ այս փուլերից մեկում մենք կանք, ամեն մեկս, որևիցե մեկում, հիմա իրար հետ միասին աղոթենք ու ասենք Տեր իմ Աստված, ես չեմ ուզում կանգ առնեմ այս փուլի վրա, ուզում եմ դու ինձ ավելի հեռու տանես, անցկացնես ինձ այս փուլերով ու ես խոստանում եմ, որ պտուղս կտամ քեզ, որտեվ այն իմը չի, այն քոնն է։ Եկեք կանգնենք ոտքի։